ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցից հետո սա այն է, ինչին Միացյալ Նահանգների նախագահը նվիրել է մեր արտաքին քաղաքականությունը։ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը եւ ես նույնպես գրել է Vance-ը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը եւ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետություն-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի խափանման միջոցը փոխվել է, այս մասին հայտնել է փաստաբան Արազ Զոհրաբյանը։ Այլընտրանքային միջոց է կիրառվել տնային կալանքը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածությունը, նշելով, որ ԱՄՆ-ն եւ Իրանը պատրաստ են փոխզիջումների։ Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստում է դստերը նշանակել որպես ժառանգորդ, զգալիորեն բարձրացնելով նրա կարգավիճակը նախկինում գնահատված ամենահավանական ժառանգորդից։ Ինտերի սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Հրապարակման մեջ ասվում է, որ ընկերությունը ակումբի առաջ խնդիր է դրել երիտասարդացնել կազմի եւ ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ներգրավել այս քաղաքականության մեջ միակ բացառությունը կարող է արվել հենց Մխիթարյանի դեպքում։